Ժամը 13-ն է, Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Վարշավայում լեհական հեռուստաալիքի հետ հարցազրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, իսկ Հայաստանը չի կիսում այդ օրակարգը։ Ըստ նրա, խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ կան գործընթացներ։ Մեջբերեմ, օրինակ, մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին միջազգային հարթակներում գործակցության հեռանկարները, ասել է նա։ Մեկնաբանելով Սյունիքով անցնելիք Թրամփի ուղին, նա հայտնել է, որ Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավվել երրորդ ընկերության այս կամ այն աշխատանքը կատարելու համար, կառուցել և շահագործել խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն։ Ըստ նրա, Բաքվի հետ բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Հայաստանն էլ ուզում է օգտագործել Նախիջևանի տարածքը Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Միրզոյանը նշել է, որ Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության հետ համաձայնեցնում են անցուղու և ընկերության տեխնիկական մանրամասները, առաջիկա ամիսներին ավարտին կհասնի այդ գործընթացը, ինչից հետո կմեկնարկի շինարարությունը, որն արագ ավարտելու հարցում Հայաստանը շահագրգռված է։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից հայտնում են, որ մեր երկրում են Միացյալ Նահանգների մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ներկայացուցիչները։ Այդ թիմը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը կաշխատի Հայաստանի սահմանապահ ուժերի հետ, իրականացնելու կարողությունների գնահատում և բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները բացերի կամ հնարավորությունների վերլուծության միջոցով։ Ըստ ամերիկյան դեսպանության, այդ վերլուծական մեթոդաբանությունը կօգնի ամրապնդել սահմանների անվտանգությունը, հստակեցնելով ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։ Հպարտ ենք աջակցել այս առաջին քայլին, ուղղված խաղաղության խաչմերուկ կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը, ասված է դեսպանատան հայտարարության մեջ։ Ծաղկաձորում բացվել է Հայաստանի հանքարդյունաբերություն 2025 ֆորումը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդ անգամ անցկացվող միջոցառման այս տարվա թեման է հանքարդյունաբերություն և էներգետիկա, միջազգային միտումները և Հայաստանի ներուժը։ Ֆորումի մասնակիցները կքննարկեն Հայաստանի հանքարդյունաբերության առջև ծառացած հիմնարար խնդիրները, կգնահատեն նրա ներուժը ընդհանուր տնտեսական միջավայրում, մասնավորապես էներգետիկ ոլորտի հետ կապված, ինչպես նաև կքննարկեն կայուն զարգացման ժամանակակից մոտեցումները և նորարարական լուծումների ներդրումը ոլորտում։ Միջոցառումը կշարունակվի նաև հոկտեմբերի 4-ին և կմիավորի ոլորտի առաջատար մասնագետներին։ Հայաստանում հանքարդյունաբերություն ասելով մենք հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, եւ սա ինչ որտեղ հասկանալի է, որովհետեւ ոլորտի ըստ էության 95 եւ ավելի տոկոսը վերաբերվում է հենց մետաղական հանքերի շահագործման գործընթացին, բայց իրականում այս իրողության մեջ էլ խնդիրներ կան եւ պիտի ընդգծեմ, որ կառավարությունը այս համատեքստում շատ լրջագույն խնդիրների է բախվում, օրինակ ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։ Խորհրդարանական ճեպազրույցում Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսել է քրեական օրենսգրքում փոփոխության առաջարկի մասին, որի նպատակն էր հայոց ցեղասպանությունը կամ միջազգայինորեն ճանաչված այլ ցեղասպանությունները հրապարակայնորեն հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու, արդարացնելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը քրեականացնելը։ Խմբակցության առաջարկը խորհրդարանը մերժել է, ըստ նրա հարցականի տակ են դրվում հայոց ցեղասպանության հետևանքները։ Այստեղ երկու հիմնական տարբերություն կար, առաջինը հայոց ցեղասպանությունը առանձնացվում էր, հստակ գրվում ենք, որ կա հայոց ցեղասպանություն, որովհետև գործող կարգավորման մեջ հայոց ցեղասպանությունը առանձնացված չէ, եւ երկրորդը առանց որևէ նպատակի հետամուտ լինելու, ինչի է, եթե մարդը նսեմացնում է, կարևորությունը նվազեցնում է, հերքում է, արդարացնում է, պետք է դատվի։ Մենք այսօր Հայաստանում տեսնում ենք, որ Օվերտոնի պատուհան է բացվում հարցականի տակ դնելու հայոց ցեղասպանության հետևանքները եւ նույնիսկ փորձ է արվում ինչ-որ չափով զոհին մեղսակից դարձնել։ Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եւ Լեմկին ինստիտուտի արձագանքը Նիկոլ Փաշինյանի
հայտարարությանը։ Հիշեցնեմ այդ կոչը, հələ մի հատ տեսնենք այդ 1.5 միլիոնի անունները կան թե չէ։ Այս ամեն ինչը պատահական չի արվում, այնպես որ զարմանալի չի, որ թե կառավարությունը եւ թե իշխող մեծամասնությունը դեմքը վարկեցին, ընդ որում կառավարության արձագանքը ընդհանրապես զավեշտի եւ ցինիզմի գագաթնակետը։ Արդյոք Փաշինյանը Ալիևից պարծաբանումներ պահանջել է, երբ Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի ինքնիշխան տարածքն անվանում է Զանգեզուրի միջանցք։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հետաքրքրվել է լրագրողը ԿՊ-ական պատգամավորներից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ Ալիևը կտար որևէ բացատրություն, Փաշինյանը մեկ քայլ առաջ ընկնելով տվել է իր բացատրությունը, ասելով, թե Ալիևն ըստ երևույթին իր պատկերացմամբ նկատի է ունեցել Հորադիզի եւ Զանգելանի ճանապարհը, քանի որ Զանգեզուրի միջանցքը կարճ է, որտեղից Փաշինյանին այդ բացատրությունը։ Կան պաշտոնական ստորագրված փաստաթղթեր, որտեղ կան հստակ նշված անուններ, պայմանավորվածություններ։ Մենք ելնում ենք պաշտոնական փաստաթղթերից եւ պայմանավորվածություններից։ Մնացած բոլոր խոսույթները ուրեմն չեն կարող լեգիտիմ լինեն, եթե վերաբերելի են Հայաստանի Հանրապետության սուվերեն որևէ տարածքի, բայց արդեն մենք նշեցինք, որ երեկվա հանդիպումից հետո երկու երկրները նույն հաղորդագրություններ են տարածել եւ առ այն, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով անցնող ճանապարհը ուրեմն ունի TRIP անունը եւ որևէ մեկը ձեր կողմից հիշատակված անուններով չի խոսում Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ եւ չի կարող խոսել։ Հայաստանի Հանրապետությունն է որոշում իր սուվերեն տարածքում գտնվող տեղանունները, Ադրբեջանն էլ որոշում է իր սուվերեն տարածքում գտնվող ճանապարհների, քաղաքների, գյուղերի տեղանունները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ Կոպենհագենում կայացած հանդիպման մասին գոհունակ գրառում է արել։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ Ալիևի սկզբունքային եւ հետեւողական աջակցության համար։ Նա նշել է, որ քննարկել են էներգետիկ եւ պաշտպանական ոլորտում գործընկերությունը։ Անհնար է հավատալ, որ Ռուսաստանը ծրագրում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, նրանք փորձում են Եվրոպայի ժողովուրդներին համոզել հավատալ այդ անհեթեթությանը, Վալդայի միջազգային քննարկման ակումբի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ նրա, Եվրոպայի իշխող վերնախավը շարունակում է հիստերիան, ըստ որի ռուսների հետ պատերազմն իբր սարերի հետևում չէ։ Պուտինը նաև հայտարարել է, որ իրեն հարմարավետ է զգում Դոնալդ Թրամփի հետ երկխոսության ընթացքում գովել է նրա ջանքը Ալյասկայի գագաթնաժողովում որոնելու եւ գտնելու Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հնարավոր ուղիները, բայց զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների կողմից Տոմահավկ հեռահար թևավոր հրթիռների մատակարարումը Ուկրաինային կդառնա որակապես նոր փուլի էսկալացիայի ազդանշան, այդ թվում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Ռուսաստանը հայտարարել է, որ իր զորքերն առաջ խաղացումներ են գրանցել ռազմաճակատում։ Ուկրաինան էլ իր հերթին հայտնել է բազմաթիվ ճակատներում հարձակման անցնելու մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ իրենց ուժերն անցած 24 ժամում հարվածել են Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության տրանսպորտային ենթակառուցվածքներին եւ անօդաչու թռչող սարքերի հավաքման վայրերին։ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են 158 մարտական բախումների եւ ռուսական հարձակումների հետ մղման մասին։ Կողմերը նաեւ փոխանակել են 185-ական ռազմագերիներ եւ 20-ական խաղաղ բնակիչ։ Ռուս զինծառայողներն ու քաղաքացիները տեղափոխվել են Բելարուս բուժօգնություն ստանալու համար։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը կտուժի առանց ռուսական նավթի եւ գները կբարձրանան մինչեւ $100 մեկ բարելի դիմաց։ Եթե մատակարարումները դադարեցվեն, իսկ Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային Տոմահավկ հրթիռների մատակարարումը կհանգեցնի հակամարտության նոր սրացման, բայց չի փոխի մարտադաշտում իրավիճակը։ Նա նաեւ կատակել է, որ այլևս դրոններ չեն թռչի Դանիայի վրայով, անդրադառնալով վերջին միջադեպերին, եւ ասել է, որ արևմուտքում ռուսական դրոնների մասին հիստերիան արհեստական է։ Պուտինը նաեւ գովասանքով է խոսել 21-ամյա ամերիկացի Մայքլ Գլոսի մասին, որը զոհվել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռվելիս։ Մյունխենի օդանավակայանը վերաբացվել է ուրբաթ առավոտյան եւ հինգշաբթի երեկոյան անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման պատճառով գիշերային փակումից հետո։ Միջադեպի հետևանքով դադարեցվել է 17 չվերթ։ Բացի այդ 15 ժամանող չվերթներ ուղղվել են Շտուտգարտ, Նյուրնբերգ, Վիեննա եւ Ֆրանկֆուրտ։ Դրոնները նկատվել են օդանավակայանի տարածքում, սակայն մթության պատճառով դրանց չափն ու տեսակը չի հաջողվել պարզել։ Այս ամենը տեղի ունեցել Գերմանիայի վերամիավորման օրվա հանրային տոնի նախօրեին, երբ Մյունխենում արդեն լարված իրավիճակ էր։ Օկտոբերֆեստի ժամանակավոր փակման եւ պայթուցիկ նյութերի հայտնաբերման պատճառով։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կառավարության աշխատանքի դադարեցման պայմաններում հնարավոր են դաշնային աշխատակիցների աշխատանքից ազատումներ եւ նախագծերի կրճատումներ, մեղադրելով դեմոկրատներին, միաժամանակ առաջարկելով 1000-ից 2000 դոլարի չափով վճարումներ ամերիկացիներին մաքսատուրքերի եկամուտներից։ Կառավարության մասնակի փակումը սկսվել է հոկտեմբերի 1-ին կոնգրեսի կողմից ֆինանսավորման համաձայնության բացակայության պատճառով, ինչը խաթարել է գիտական հետազոտությունները եւ այլ գործառույթներ, ազդելով 2 միլիոն աշխատակիցների աշխատանքի վրա։ Դեմոկրատները պատրաստ են բանակցությունների, պահանջելով վստահելի գործընկերներ։ Հանրապետականները պնդում են, որ կարող են ինքնուրույն սահմանել ծախսերի առաջնահերթությունները։ Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ Մանչեսթերի մերձակայքում գտնվող սինագոգի վրա հարձակումը ճանաչվել է ահաբեկչական գործողություն։ Մեծ Մանչեսթերի ոստիկանության պետ Սթիվեն Ուոթսոնը նշել է, որ հարձակումը հանգեցրել է առնվազն 2 մարդու մահվան, իսկ հասկացյալը սպանվել է ոստիկանության կողմից։ Հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվել է 2 անձ։ Ոստիկանությունը ուժեղացրել է բարեկությունը ողջ երկրում։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ գտնվում է թմրակարտելների հետ զինված հակամարտության մեջ։ Սպիտակ տունն այդ մասին կոնգրեսին ծանուցում է ուղարկել։ Այս քայլը ոչ միայն հիմք է ստեղծում վերջին ռազմական գործողությունների համար, այլև նախագահին օժտում է պատերազմական ժամանակներին բնորոշ լիազորություններով, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել իրավապաշտպանների շրջանում։ Ծանուցումը նոր մանրամասներ է հաղորդում վարչակազմի իրավական հիմնավորումներին, թե ինչու նախորդ ամիս Կարիբյան ծովում նավերի ուղղությամբ Միացյալ Նահանգների իրականացրած 3 ռազմական հարվածները պետք է դիտարկվեն որպես օրինական գործողություն, այլ ոչ թե սպանություն։ Նախագահ Թրամփի հրամանով իրականացված այդ հարվածների հետևանքով զոհվել էր 17 մարդ։ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի որոշմամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք ըստ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Կապանում 2026 թվականին նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր, մասնավորապես ԱՊՀ երիտասարդական ֆորում, ԱՊՀ երիտասարդական ճամբարներ, դասընթացներ, կլոր սեղաններ, ԱՊՀ երիտասարդության հարցերի խորհրդի նիստ եւ այլն։ Այսքանը այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։